փողը ընկնում է ձեր ձեռքերում։ 3 կենդանակերպի նշաններ, որոնք կգրավեն անհավանական ֆինանսական հաջողություն ապրիլի առաջին շաբաթում։ 2026 թվականի ապրիլ ամսվա սկզբին տիեզերքը անցնում է դրամական հոսքի ռեժիմի։ 3 կենդանակերպի նշանների համար ապրիլի առաջին շաբաթը, ապրիլի 1-ից 7-ը հզոր խթան կլինի ֆինանսական առաջընթացի համար։ Սա այն ժամանակն է, երբ ցանկությունները սկսում են իրականանալ, և ձեր ներքին առատության զգացումը վերջապես համապատասխանում է ձեր բանկային հաշվի մնացորդին։ Հիմնականը անկեղծ լինելն այն մասին, թե ինչ եք ուզում փողից։ Կայունություն, ազատություն կամ այն զգացումը, որ ձեր կյանքը ընթանում է ըստ ծրագրի։ Ահա 3 կենդանակերպի նշաններ, որոնք ըստ աստղագուշակների կգրավեն անհավանական ֆինանսական հաջողություն իրենց կյանքում։ Երկվորյակներ։ Դուք մեկ քայլ հեռու եք այն բանից, ինչի մասին վաղուց երազել եք։ Ապրիլի 3-ին հետադարձ Յուպիտերը խեցգետնի մեջ միանում է Սատուրնին ձկների մեջ, ինչը հստակ ազդանշան է, որ ֆինանսական կայունությունը և կարիերայի արդյունքները սկսում են իրականանալ։ Վերջին մի քանի տարիները կարող են թվալ քաոս, բայց հիմա այն, ինչի համար այդքան աշխատել եք, դառնում է պարզ։ Այս շաբաթը ձեզ համար մեկնարկում է պարգևադրումների մի ամբողջ դարաշրջան։ Ճանաչում, նոր նախագծեր, եկամտի աճ, երազանքի աշխատանքի առաջարկ կամ ձեր սեփական բիզնեսի հաջող մեկնարկ։ Տիեզերքը ձեզ համար ճանապարհ է հարթում։ Ձեր խնդիրն է պարզապես չդիմադրել և ճկունորեն հետևել այնտեղ, որտեղ էներգիան է ուղղորդում։ Ցուլ։ Կարևոր է, որ դուք հասկանաք, ինչ է իրականում նշանակում հարստությունը ձեզ համար։ Ապրիլի 4-ին երկվորյակների լիալուսինը լուսավորում է ձեր իրական կարիքը, ոչ միայն ֆինանսական, այլև հուզական։ Դուք այն նշանն եք, որը ամենից հաճախ հասնում է նյութական հաջողության, բայց հենց հիմա պետք է մտածեք, արդյոք դա ձեզ ուրախություն է բերում։ Լիալուսինն օգնում է ձեզ բացահայտել այդ պազլի բացակայող կտորը։ Հնարավոր է դա ձեր երազանքների, կարևոր նախագծի, սիրելիներին օգնելու կամ ձեզ համար կայուն ապագա ստեղծելու ցանկությունն է։ Դուք ընդլայնում եք առատության մասին ձեր պատկերացումները, և հենց դա է, որ նոր գումար է գրավում ձեզ։ Կարիճ։ Դադարեք փորձել ամեն ինչ մենակ անել։ Ապրիլի 6-ին լուսինը խեցգետնի մեջ միանում է Վեներային աղեղնավորի մեջ, մի պահ, երբ դուք պետք է թույլ տաք տիեզերքին և մարդկանց օգնել ձեզ։ Աջակցությունն ընդունելը թուլություն չէ, այլ ավելի մեծ բաների դուռը բացելու միջոց։ Աղեղնավորը առած ֆինանսական հոսքի նշան է, ուստի դուք կարող եք անսպասելիորեն խթանել ձեր բյուջեն, նվեր, բոնուս կամ առաջարկը, որը զգալիորեն կբարձրացնի ձեր եկամուտը։ Բայց գլխավորը դրա հետևում կանգնած էներգիան է։ Տիեզերքը ցույց է տալիս ձեզ, դուք միայնակ չեք, ձեզ մասին հոգ են տանում, և դուք կարիք չունեք ապացուցելու ձեր ուժը լիակատար վերահսկողության միջոցով։ Թույլ տվեք ինքներդ ձեզ դառնալ այն մեկն, ում հեշտ է օգնել, և փողի հոսքը կակտիվանա։ Իսկ այս ամենին զուգահեռ կներկայացնենք այսօրվա աստղագուշակը։ Ինչ են հուշում աստղերն այսօր։ Խոյ։ Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար։ Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել։ Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում, և ցանկալի արդյունքը ստանալու համար ընտրում եք ամենակարճ ճանապարհը։ Հնարավոր են որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում։ Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք։ Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար։ Անախուշություններ ևս չեն բացառվում։ Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել։ Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի։ Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա։ Կգանգատվեք գլխացավից։ Ցուլ։ Օրը դրամադրեք կենցաղային հարցերին։ Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տանը համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա։ Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան։ Նրանք, ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ։ Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը լավ։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա։ Երկվորյակ։ Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի։ Շատ բան կհասնեք անել։ Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում ձեզ համար շատ թանկ մարդու հետ։ Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի։ Կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ։ Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա։ Հարազատների հետ հնարավոր են նարաձայնություններ։ Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում։ Անգամ ձեր զուս պահվածքը չի օգնի խուսափել վեճերից։ Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ։ Խեցգետին։ Լարված օր է սպասվում։ Նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել։ Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա։
Այսօր շատ խեցգետիններ մասնագիտության հետ կապված հիասթափություն կապրեն։ Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագել նաև ղեկավարության հետ։ Հետաձգեք ուղևորությունները։ Այսօր երկար ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ։ Հնարավոր է տրամադրության անկում։ Նոր տպավորություններով չեք ոգևորվի։ Փորձեք թարմացնել ձեզ կապահարանը։ Հաջող գնումները կուրախացնեն ձեզ։ Առյուծ։ Լի եք էներգիայով։ Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականալի թվացող ծրագրերից։ Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել։ Ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել եւ ձերծ մնալ ավելորդ լարվածությունից։ Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար։ Կշռելով ձեր օգուտն ու վնասը հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել։ Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են։ Փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն։ Կույս։ Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ եւ հետաձգեք կարևոր գործերը։ Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի։ Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել։ Լավագույն ձեղը ինչ-որ հաճելի գործի վրա կենտրոնանալն է։ Հնարավոր է լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ, եւ այժմ կփորձիք հավել իր մեղքը։ Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից։ Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է։ Ինքնազգացողությունը փոքրինչ կվատանա։ Կշերք։ Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է։ Տրամադրությունը փոփոխական կլինի։ Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք։ Թշնամիներն ասեց գուշակում են ձեր ծրագրերը եւ անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն։ Փորձեք հանգստություն պահպանել։ Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը։ Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն մարզանքները։ Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվել։ Հնարավոր է ինքնազգացողության վատացում, դիմադրողականությունը ցածր է։ Կարիճ։ Ամեն ինչ լավ է։ Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա։ Ամեն բան իր ժամանակն ունի։ Եվ դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ կստանաք այն, ինչ ուզում եք։ Ֆինանսական հարցեր կարգավորելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ։ Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար։ Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի։ Ընկերական հանդիպումները եւս չեն հիասթափեցնի։ Կենսական ներուժը բարձր է, սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան։ Աղեղնավոր։ Հնարավոր են անսպասելի ուղևորություններ։ Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել։ Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր, միևնույն է ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել։ Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ։ Կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ։ Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար։ Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի։ Այցեչյուր։ Բարեհաջող օր է, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել։ Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գործընկեր ու օգնական կդառնա։ Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար։ Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի։ Հրաշալի օր է ներքին արտարքանի պարագաներ կահույք գնելու համար։ Ջրհոս։ Այսօր ռիսկի դիմել չարժե։ Կիրառեք միայն փորձված միջոցներ։ Հնարավոր են թահաճանակնդալներ։ Վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ։ Սակայն շուտով ամեն բան կհարթվի։ Դուք ձեր հերթին ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար։ Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար։ Դրանք ամենայն հավանականությամբ չեն արդարացնի ձեր սպասելիքները եւ կհիասթափեցնեն։ Նոր ծանոթություններից եւս մեծ ակնկալիքներ չունենաք, դրանք հազիվ թե լուրջ զարգացում ստանան։ Ընտանիք կազմած ջրհոսների համար օրը բարեհաջող կդասավորվի։ Ձկներ։ Մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահղացումները։ Շուտով շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն դրանք իրագործելու համար։ Հնարավորություն կընձեռնվի ամրապնդել ձեր մասնագիտական դիրքորոշումը։ Ֆինանսական հարցերում առավել զգուշավոր եղեք։ Գումարային կորուստներ կրելու վտանգը մեծ է։ Հրաշալի օր է հարազատների հետ շփման, նաև ընտանիքան միջոցառումների համար։ Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը։ Շատ ձկներ այսօր կլուծեն վերջին ժամանակներս իրենց անհանգստացնող անձնական հարցերը։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, ապա չմոռանաք հավանել այն, կիսվել տեսանյութով ընկերների հետ եւ անպայման բաժանորդագրվել ալիքին, քանի որ այստեղ ձեզ սպասում են ավելի հետաքրքիր եւ հուզիչ պատմություններ։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։